Նիկոլ Փաշինյանի Սյունիքում արած հայտարարությունը, թե սյունեցիների ջրի պակասը Երևանից է գալիս, մասնագետներն են հակադարձում։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած ջրամբարները, գետերը եւ ջրատար համակարգերը այսօր մատչելի չեն հայաստանյան գյուղերի համար։ Մինչդեռ սահմանամերձ բնակավայրերում, ինչպես օրինակ Երասխ, Վարդենիս կամ Սյունիքի որոշ համայնքներ, ջրի պակասը դարձել է գոյատևման խնդիր։ Իրենոթել են եւ ջերմուկում, եւ կեզվեջի հատվածում, եւ իշխանասար գրավել են բարձրություններ, ապա իրենք որոշապով նաեւ սկսել են ցանկացել Հայաստանի ներսում, Հայաստանի ներսում վերահսկել մեր ջրային շատ աղբյուրներ հետագա։ Իրենք օգտագործել են կարող ոչ մի վարքան չկասկածել Հայաստանի դեմ իրենց քաղաքականություն։ 2020 թվականի պատերազմից հետո ջրային ռեսուրսների կորստի մասին ամենից քիչն է խոսվել։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացել են ջրամբարներ, գետեր, գետակներ ու ջրատար համակարգեր, որոնք տարիներ շարունակ ծառայել են հայկական բնակավայրերին։ Այսօր այդ ջրերը հասանելի չեն Հայաստանին, Վայոց ձորի, Սյունիքի ու Գեղարքունիքի Թշնամու ձեռքում մնացած տարածքներում եւս ջրային մեծ պաշարներ կան։ Գործող ռեժիմի պարագլուխը Ոչի պարգելու Ադրբեջանից ջրի ճանապարհին դա սյունեցիներին, այլ տավերում ադրբեջանցիների։ Դա խնդիրը պլյուս ինչ-որ դուք նշեցիք ճիշտ է իսկապես այդ քարվաճարի նվիրաբերումը Ադրբեջանի ընդհանրապես Արցախի դա հանգեցնում որ կողմերը նորից ջրերը ժամանակի մեր վերահսկողության տակ են անցել են լիովին ադրբեջանական Մասնագետները նշում են, ջրի հասանելիության բացակայությունը կարող է էապես ազդել թե գյուղատնտեսական արտադրության վրա, թե միգրացիայի պատճառ դառնան։ Եթե ջուր չկա, կյանքն ինքնին կանգ է առնում։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե սյունեցին ջուր չունի Երևանում բնակվողների պատճառով, մասնագետներն абսուրդ են համարում։ Բայց անդրադառնալ նրան, որ գիտեք ինչ կա, հարգելի սյունեցիներ, երևանցիները ջուր շատ են օգտագործում, դրա համար դուք չունեք, ուրեմն սա մի քիչ այսպես նոնսենս է, որտեղ ինքը Սյունիքը բավականին լուրջ ռեսուրսներ ունի, ինչպես ասեցինք, սարերից մաքուր ջուր է գալիս, եւ այդ ջուրը մատակարարվում է ուրեմն ջուրերին, եւ նաեւ ուրեմն գետեր կան այնտեղ։ Մինչ խաղաղության պայմանագրի ճակատագիրն անորոշ է, միջազգային հանրության կենտրոնում էլ աշխարհաքաղաքական լայն զարգացումներն են, սահմանամերձ գյուղերում պայքարում են ջուր ունենալու համար։ Իսկ Հայաստանի սովերեն տարածք ներխուժած ու այդ ջրային ռեսուրսների վրա թաթը դրած թշնամուն հայկական սարերից ու ջրի աղբյուրներից հեռացնելու համար հայկական զինուժը ոչինչ չի անելու։ Փաշինյանը հրահանգել է չկրակել։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։